ժամանակ հիշում եք, որ նույն Տրամպը հայտարարեց, որ Կովկասը դա այնուամենայնիվ Պուտինի զոնան է։ Բայց դե տղան ես էի հարցը ես լուծեցի, Պուտինն էլ ընդունեց։ Բայց երբ որ դու պաշտոնապես դրա մասին հայտարարում ես, իսկ Տրամպի հայտարարությունը այն դա պաշտոնական է, դա նույնիսկ Զատուլինի հայտարարությունը չէ, երբ հայտարարում ես, որ դա իր զոնան է, դա նշանակում է, որ դու ասում ես, որ այնուամենայնիվ ես ամեն ինչ փորձելու եմ համաձայնեցնել, որովհետև դա իր զոնան է, որովհետև հակառակ դեպքում, եթե խաղի կանոնները խախտվում են, ես կարծում եմ ռուսներն էլ որոշակի լծակներ ունեն այն մայրցամաքի վրա, որտեղ, այսպես ասենք, Տրամպի ազդեցության զոնան է։ Հիշենք, ասենք նույն Կուբան, ասենք, օրինակ, եթե չեմ կարծում, որ եթե առանց ռուսների համագործակցության լիներ, ապա այդքան հեշտ կգնար, ասենք, Մադուրոյի кейսը ընդհանուր առմամբ։ Այդպես։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այսօր աշխարհում ամենաէֆեկտիվ համագործակցություն